Նիկոլ Փաշինյանի նշված հայտարարությունը խոսում է նրա մասին, որ այո, Հայաստանը փորձելու է շարունակի այս ճանապարհը մի կողմից մոտիկացնելով տարբեր ոլորտներում եւ ինստիտուցիոնալ զարգացման, եւ տնտեսական, եւ քաղաքական երկխոսության մակարդակով իր համագործակցությունը Եվրոմիության հետ, եւ մյուս կողմից էլ նաեւ հաշվի առնելով տնտեսական բավականին սերտ կապերը Եվրասիական միության անդամ երկրների հետ, նաեւ շարունակել համագործակցության այդ ձևաչափը։ Ինչպես դա տեղի ունենում նախորդ տարիներին, նմանատիպ համադրելի գործելավոճը իրատեսական է եւ կարծում եմ մենք մոտակա տարիներին հենց այդ ուղղությամբ գնալու ենք մեր արտաքին դերակատարների գործընկերների հետ համագործակցության շրջանակներում։ Հայաստանը չունի ֆիզիկապես սահմաններ, բայց նախ կան ոլորտներ, որտեղ որ անպայման չի այդ ֆիզիկական ընդհանուր սահմանի ներկայությունը, նույն ներքին այդ գործընթացները օրենքի գերակայունության, ժողովրդավարության, ինստիտուցիոնալ բարեփոխումների այդ գործընթացները չեն պահանջում որևէ ֆիզիկական սահմանի ներկայություն։ Դա առաջինը, երկրորդը Հայաստանը այս պահին նաև հանդիսանում է հարևան անդամ երկրի տեխնացու կարգավիճակ ունեցող Վրաստանի հետ, այո, մենք գիտենք, որ Վրաստանը այս պահին ունի բավականին խնդիրներ Բրյուսելի հետ, բայց դրա հետ մեկտեղ նաև Հայաստանը անմիջապես սահմանակից է անդամ երկիր տեխնացու Վրաստանի հետ, եւ դա նույնպես իր դերն է խաղում, եւ բացի դրանից այնպես չի, որ իրականում մենք շատ հարցերի համագործակցության ընդլայնման հարցերի շուրջ մեզ անպայման պետք է այդ ֆիզիկական սահմանի արկայությունը եւ բացի դրանից նաեւ մեր այլ հարևանը, որի հետ որ մենք ունենք այո պատմականորեն բավականին լուրջ խնդիրներ Թուրքիան, որը ունի իր յուրույն կարելի ասել պատմությունը համագործակցության Եվրոմիության հետ, որոշ աշխարհական զարգացումների ընթացքում նույնպես կարծում եմ կարա դառնա համապատասխան տրանսպորտային կոմունիկացիոն կապող օղակ Հայաստանի եւ Եվրոմիության միջեւ։ Ես կարծում եմ, որ այն հանգամանքը, որ մոտակա ժամանակ, օրինակ մայիսի սկզբին Հայաստանը իր պատմության մեջ առաջի անգամ նաև հյուրընկալելու է միանգամից 2 եվրոպական գաղափարաժողովներ, այդ առումով բավականին հստակ ցույց են տալիս, որ այո, այդ ուղղությունը հանդիսանում է առաջնահերթը, իհարկե այդ ճանապարհի վրա կան քաղաքական, աշխարհական եւ այլ ձևի սահմանափակումներ, բայց արժեքային այդ ընկալումը եւ մոտեցումը բնականաբար կա եւ մենք դա տեսնում ենք։ Սկսած մոբիլությունից, սկսած հնարավորություններից օրինակ ուսանողներին այցելել եվրոպական առաջատար համալսարանները, բիզնեսմեններին ներգրավել եւ մասնակցել ինչ-որ գործընթացներին, ինչ-որ պրոյեկտներին եվրոպացի գործընկերների հետ, ունենալ, ասենք, հնարավորություն մտնել եվրոպական շուկա